Մենք երկրորդ դասը, ասենք թեման, որ պետք է ուսումնասիրենք, կոչվում է Աստված։ Աստված թեման մենք ուսումնասիրենք 3 բաժիններով։ Ով է Աստված, երկրորդը ինչպիսին է Աստված եւ երրորդը Աստծո գործերը։ Ուրեմն առաջինը մենք կնայենք, թե ով է Աստված։ Ով է Աստված թեման իր հերթին մենք 3 կարևոր մասերի ենք բաժանել, որպեսզի ավելի պարզ լինի, ինչ-որ չափով պարզ լինի, որ Աստված անձնավորություն է, Աստված հոգի է եւ Աստված մեկ է։ Աստված անձնավորությունն է։ Օրինակ անձնավորություն ասելով մենք ինչ ենք նկատում, ասենք ինչ ենք տեսնում, որ անձնավորությունը ունի մտածելու, ընտրելու, ծրագրելու, որոշումներ կայացնելու կարողություն։ Օրինակ ասենք նշենք դրանցից մի քանիսը, որ հենց ծննդոց մեկի մեկում ասում է Աստված սկզբում ստեղծեց երկինքն ու երկիրը։ Ստեղծեց երկինքն ու երկիրը, այսինքն հենց Աստվածաշնչի սկիզբից հենց ցույց է տվում, որ Աստվածը գործող Աստված է, ստեղծագործող է, եւ այդ ստեղծագործությունը եկավ նրա ծրագրից, մտքից, որոշումից, կամ Եսայի 55:8-ն եմ ուզում ձեզ համար կարդալ, որտեղ որ գրած է, որտեղ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը։ Այսինքն ինչ է նշանակում, որ Տերը ունի խորհուրդներ, Տերը ունի ճանապարհներ, ինչպես որ մարդը ունի խորհուրդներ եւ ճանապարհներ, սակայն Աստված տարբերություն է դնում, ասում է իմ խորհուրդները եւ ձեր խորհուրդները, իմ ճանապարհները, ձեր ճանապարհները նույնը չեն։ Այսինքն ինչն է տարբերությունը, մարդկանց խորհուրդները շատ անգամ սխալ են, մարդկանց ճանապարհները շատ անգամ ուղիղ չեն, բայց Աստծո ճանապարհները միշտ ճշմարիտ են, ուղիղ են եւ արդարացի են։ Նաեւ Աստված, որ ասում ենք ծրագրում է հենց ծննդոց 2:18 կարդամ, Տեր Աստված ասեց. լավ չէ որ մարդը միայնակ լինի, նրա նման մի օգնական շինեմ։ Աստված մտածեց խորհուրդ արեց, երբ որ արդեն Ադամը կար, ասում է Աստված, լավ չէ որ մենակ լինի։ Այսինքն Աստված տեսնում է բոլոր, ասենց ասած, ապագան էլ։ Նաև մենք դրա հետ կապենք Աստված հոգի է եւ ավելի բարձ կտեսնենք ինչպիսի անձնավորություն է։ Ասում է Աստված հոգի է։ Հնարավոր է մեկը մտածի, դե որ անձնավորություն է, մտածի մարդու նման, գուցե որևէ պատկերով անձնավորություն է, որը պետք է տեսնի, բայց միևնույն ժամանակ Սուրբ Գիրքը ասում է Աստված հոգի է։ Այսինքն ինչ է նշանակում հոգի է, հոգին ֆիզիկական տեսք կամ մարմին չունի, այսինքն հոգին ֆիզիկական չի։ Եվ մանավանդ Աստված հոգին անգամ անտեսանելի է արարված հոգիների կողմից։ Աստծո խոսքի մեջ կա, չի ասում նա իր հրեշտակներին հոգիներ արավ։ Հոգիներ են, բայց Աստված բոլոր արարածներից անգամ տարբեր է, որտեղ ինքը արարիչ է եւ անտեսանելի հոգի է։ Հոգին հատուկ ընդգծված ձև տեսք չունի։ Ձեզ համար կարդանք երկրորդ Օրինաց 4:15-ը։ Աստված խոսում է նրանց հետ ասելով. ձեր հոգիների համար շատ զգուշություն արեք։ Այսինքն զգուշությունը ինչու՞մն էր։ Ասում է, որտեղ ոչ մի նմանություն չտեսակ այն օրը, որ Տերը քորեբումը կրակի միջից ձեզ հետ խոսեց։ Աստված խոսեց։ Մարդիկ սկզբից Աստծո ձայնը լսեցին, անգամ պատմություն մի քիչ ավելի եմ հիշեցնում, որ վախեցան եւ անգամ Մովսեսին ասեցին, որ այլևս Աստված մեզ հետ չխոսի, որտեղ նրա ձայնը լսում ենք եւ վախենում ենք։ Թող քեզ հետ խոսի, դու մեզ փոխանցիր։ Սակայն մարդիկ լսեցին Աստծո ձայնը սկզբից։ Եվ Տերը հիշեցնում է, թեև դուք իմ ձայնը լսեցիք, ես ձեզ հետ խոսեցի, բայց դուք որևէ տեսք չտեսաք ինձ։ Եվ սա նշանակում է, որ Աստված երևացող, ընդգծված որևէ տեսք չունի։ Դրա համար ասում է ձեր հոգիներին զգուշություն արեք, որ Աստծուն չնմանեցնեք որևէ բանի։ Գուցե մեկը գծի որևէ աստղի ձևով կամ մարդու տեսքով
կամ ինչ-որ թրջունի տեսքով, բայց Աստված ասում է զգուշացեք, այսինքն դա մեղք է, եթե անեք Աստծուն նմանեցնեք որևէ դետալի։ Հովանու 1:18-ում գրված ասում է Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բայց միացին որդին։ Հոր ծոցում լինողը նա պատմեց մեզ։ Սուրբ Գիրքը վկայություն է տալիս, թե շատ մարգարեներ են եղել, շատ Աստծո ծառաներ են եղել, կամ հրեշտակներ կան, անգամ մինչև հիմա երկնքում սերոբեներ, քերոբեներ, տարբեր արարված հոգիներ, բայց խոսքը սա է ասում, Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բայց միայն միածին որդին, այսինքն Հիսուս Քրիստոսի մասին է խոսքը։ Ինչպես է որ նա է միայն տեսել, որ նա Աստծո միջից դուրս եկավ, նա միայն կարող է ամենուրեք եղող Աստծուն, որտեղ ինքն էլ Աստված է, իրականում տեսնել ինչպիսին որ կա։ Նաև 4:24-ում ասում է Տեր Հիսուս Աստված հոգի է եւ նրան երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությունով երկրպագեն։ Ուղղակի Տեր Հիսուսը վկայում է Աստված հոգի է։ Եթե Աստված որևէ տեսք ունենար, Աստված այո, պատվիրեր, որ այդ տեսքը մարդկանց մեջ հիշվի եւ այդ տեսքով ճանաչեն նրան։ Սակայն Տեր Հիսուսը Աստված հոգի է, դրա համար նրան երկրպագողները պետք է երկրպագեն հոգով եւ ճշմարտությունով։ Այժմ մենք երկրպագության մասին չենք կանգնի, ուղղակի Աստծո ճանաչողության մասին ենք խոսում, որ իմանանք Աստված հոգի է։ Հաճախակի գիտեք ոնց մարդը ինչպես է սխալվում, տարբեր մարդիկ երազներ են տեսել կամ ինչ-որ գուցե տեսիլքներ են տեսել եւ իրենց երազի կամ տեսիլքի պատկերները գուցե մի ծերունու պատկերով է կամ ավելի վառ հրեշտակի պատկերով է եւ իրենք իրենց հայացքների մեջ իրենց հիշողության մեջ միշտ կարծես թե Աստծուն այդպես են պատկերացնում կամ մեկը որևէ մեկը որ ուզում է աղոտ քանի գուցե ինչ-որ պատկերացում ունի Աստծո մասին եւ այդ պատկերացումի մեջ ինչ-որ նկար է գծագրում իր հայացքի մեջ, իր պատկերացումի մեջ եւ այդպես է Աստծուն ուզում ճանաչել եւ այդպես աղոթել, բայց անգամ մեր երևակայության մեջ չպետք է մենք Աստծուն որևէ բանի նմանեցնենք, ոչ թե միայն թղթի վրա կամ ինչ-որ դետալի վրա չնկարենք Աստծուն, այլ մեր հայացքների, մեր պատկերացման մեջ, մեր ենթադրության մեջ մենք չպետք է մտածենք որպես թե լավ Աստված այսպեսի մեկն է աշխարհից փագեմ նրան պատկերացնեմ եւ աղոթքը անեմ ոչ որևէ երևույթ չունի որևէ տեսք չունի Աստված որ մենք Աստծուն որևէ տեսք վերագրենք եւ այդպես ճանաչենք չէ դրա համար Աստված ասում է զգուշացեք ձեր հոգիների համար որ որևէ տեսքի չնմանացնեք սակայն Սուրբ Գրքում այսպեսի վկայություն կա օրինակ ասում է Աստված Մովսեսի հետ խոսում էր դեմ առ դեմ եւ Մովսեսը տեսավ իբրև թե Աստծուն հիմա ես ուզում եմ այդ հատվածը կարդալ գրված է Ելիցի 33:11-ում եւ ուրեմն գրված է եւ Տերը խոսում էր Մովսեսի հետ դեմ առ դեմ ինչպես մի մարդ իր բարեկամի հետ կխոսի բայց նայեք, երբ որ ասում է դեմ առ դեմ, ինչ է նշանակում, կամ խոսում է որպես թե մարդը մարդու հետ։ Այսինքն հնարավոր չի Աստծուն տեսնել։ Բայց երբ որ ասում է Մովսեսի հետ դեմ առ դեմ խոսում էր, այո, կարող Աստված մեզ հետ էլ խոսի։ Դեմ առ դեմը չի նշանակում, որևէ պատկեր ցույց տալով պետք է խոսի։ Այլ ուղղակի խոսում էր Աստված Մովսեսի հետ։ Որպես թե մարդը մարդու հետ կխոսի։ Այսինքն շատ պարզ բառերով, իրեն հասկանալի լեզվով Ինչպես որ շատ անգամ աղոթքների մեջ, ասենք քույր եղբայրներին ասում եմ, մենք պետք է Աստծուն հետ այնպես խոսենք աղոթքով, որպես թե մարդը մարդու հետ կխոսի։ Օրինակ, պատկերացրեք ես եկել եմ քեզ մոտ մի բան եմ խնդրում։ Բնական է, ես պետք է քեզ խնդրեմ իմ լեզվով, սովորական, հենց այն պարզ արտահայտությունով, ինչպես որ մարդու հետ պետք է խոսես։ Նմանապես Աստծուն հետ խոսելու համար պետք չի որ հատուկ սովորած բառերով աղոթքանես, այլ քո լեզվով, քո բառապաշարով, քո կարիքի համար կարող ես խոսել Աստծո հետ։ Նմանապես Մովսեսը պարզ խոսում էր Աստծո հետ եւ Աստված էլ շատ պարզ մարդկային լեզվով խոսում էր Մովսեսի հետ։ Այն լեզվով, որը որ Մովսեսը հասկանում էր։ Նորից կրկնում եմ, սա չի նշանակում, որ իբրև թե Մովսեսը տեսք է տեսնում։
Դրա համար ասում Աստված հոգի է եւ նրան տեսք չունի։ Կամ էլ օրինակ ասենք Եսայի 59:1-2 գրված է։ Ասում է, ահա իմ ձեռքը չի կարճացել փրկելուց եւ իմ ականջը չի ծանրացել լսելուց։ Այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեր եւ ձեր Աստծո մեջտեղ եւ ձեր մեղքը ծածկում է իմ երեսը, որ ասենք ձեզ չլսեն։ Այս ասելով նորից Աստված չի ուզում ասել, որ իբրև ինքը ունի մեզ նման ձեռք կամ երես կամ ականջ, այլ ուղղակի դա զգայաններ են։ Աստված, այո, որ Աստծո անձնավորությունը Աստված ունի զգայան, լսելու զգայան, տեսնելու զգայան, շոշափելու ձեռք, որ կոչվում է, կամ ձեռքը ինչ է, որ օգնության միջոց կամ գործելու միջոց, որ ինքը կարող է գործել, տալ, օգնել, կամ Տեր ասում է իմ բազուկը ում հայտնվեց, ովքեր հավատացին իմ լուրին։ Այսինքն բազուկը նշանակում է իմ օգնության ձեռքը, այսինքն օգնության միջոցը, նրան մեկնվեց։ Սակայն սա չի նշանակում, որ Աստծուն պետք է նկարել ձեռքով, ոտքով կամ ականջով, բերանով որևէ մեկը։ Աստված հոգի է։ Հիմնականում մենք տեսնում ենք, որ սա Աստծո մասին վկայություններ են, Աստծո գործելակերպերն են վկայում, պատվիրաններն են շեշտում, որ ուղղված է ազգերին, տարբեր ազգերին։ Հիմա մենք պետք է նայենք երրորդ բաժինը, Աստծո համար ասում է Աստված մեկ է։ Ուրեմն Աստված մեկ է խոսքը, որ մենք ասեցինք, ասենք երեք գաղափար կա, առաջինը քանակական նշանակությունը, որ Աստված քանակի մեջ մեկ է։ Երբ որ ասում է մեկ Աստված կա, նաև շատ հատվածներում, երբ որ ասում է Աստված մեկ է, տեքստում ենք տեսնում ենք արդեն քանակի հարցը չի բարձրացվում, այլ Աստծո եզակիությունը։ Այսինքն նա միակն է, նրա նմանը չկա։ Եվ երրորդը մենք պետք է նայենք Աստծո եռամիասնությունը, թեև Աստված մեկ է, միակն է, սակայն նաև մեկացած է։ Սկզբից նայենք Աստծո քանակական նշանակությունը։ Երկրորդ Օրինաց 4:35 եւ 39-ն եմ ուզում ձեզ համար կարդալ։ Աստված ասում է. «Սա քեզ ցույց տրվեց», ոնց ասեմ, իր մարգարեի Մովսեսի միջոցով է ասում Աստված, որ գիտենաս թե Տերն է Աստված, ուրիշը չկա բացի նրանից։ 39-ում ասում է. «Եվ այսօր իմացիր եւ սրտիդ մեջ դիր, որ Տերն է Աստված, վերը երկինքի մեջ եւ ցածը երկրի վրա, ուրիշը չկա»։ Շատ ազգերի մեջ այսպիսի հասկացություններ կան, ինչպես որ Քրիստոսից առաջ էլ, իհարկե հետո էլ ովքեր որ չապաշխարած նույնն էին, հույների մեջ չկար, չէ, իբրև անձրևի Աստված, չգիտեմ, ոչխարների, կովերի, ցամաքի, տեսնում մարդը ամեն ինչ կարող է մտածել սխալ, սակայն Տիրոջ խոսքը ասում է երկնքում եւ երկրի վրա նույն Աստվածն է, մեկ է Աստված, ուրիշ Աստված չկա, սա իմացիր եւ սրտիդ մեջ դիր։ Նաև Եսայի 45:22-ում գրված է նորից այդ Աստծո մեկության մասին, ասում է ով երկրի բոլոր ծայրեր, ուշացում դարձնում եք դիմելը, արդեն Աստված չի դիմում որևէ ազգին միայն, չի դիմում միայն Իսրայելին կամ հույներին կամ որևէ մեկին, այլ երկրի բոլոր ծայրերը, բոլոր ժողովուրդներ, բոլոր ազգեր, լեզուներ, ցեղեր, մարդիկ, անհատներ, ձեզ եմ դիմում, Աստված ասում է, դեպի ինձ դարձեք, որ փրկվեք, որտեվ ես եմ Աստված եւ ուրիշը չկա։ Երկրի բոլոր ազգերին, ժողովուրդներին, ցեղերին, լեզուներին, ամեն անհատ մարդու ասում է, դեպի ինձ դարձեք, որ փրկվեք, որովհետեւ ուրիշ Աստված չկա, որ հանկարծ մանգակ իբրև թե մեկին գտնեք ձեզ փրկություն լինի, ոչ, մեկ Աստված կա բոլորի համար։ Սուրբ Գիրքը ինչ է ասում, որ այդ Աստված, ասենք, որ բոլորի վրա նա է Աստված, ինչպես որ ասում է բոլոր ծայրերի համար երկրի, բոլոր եղածներից, գոյություն ունեցողներից, որ հայերեն կոչվում է գոյ, գոյական, բոլոր գոյականներից միայն Աստված է, որ անստեղծ է։ Մնացած բոլորը թե երկնքում, թե երկրի վրա ստեղծվել է նրա ձեռքով, դրա համար
նա կոչվում է բոլորի Աստված, այսինքն այս երկում բոլոր գոյություն ունեցողները նա ձեռքով են, ոչ ոք ինքնագոյ չի, ոչ մի բան ինքնագոյ չի, ոչ մի բան անգամ անշուշտ դետալները ինքնագոյ չեն, ամբողջ տիեզերքը դատարկեր, Աստված կյանքի կոչեց տարբեր բաներ, այսինքն դատարկությունը լցրեց, ոչինչ չկար, եթե ասենք ինքնագոյ մի ուրիշ մի բան կար, որպես անձնավորություն Աստված կար, եւ որպես ինչ-որ դետալ էս անծայրածիր դատարկությունը կար, սակայն Աստված դատարկությունը լցրեց դետալներով, գոյերով, գոյություններով եւ միայն ինքն է, որ ինքնագոյ է, այսինքն ինքն է, որ ինքն իրենով գոյություն ունի, նա արարիչ չունի, օրինակ ուզում եմ կարդալ Գործք առաքելոցի 17:24-ից 28-ը, ասում է այն Աստվածը, որ այս աշխարհը եւ ամեն բան, որ նրանում կա, արարեց, նա երկինքի եւ երկրի տերը լինելով ձեռակորս տաճարներում չի բնակում եւ ոչ էլ մարդկանց ձեռքով պաշտվում է իբրև թե մի բանի կարոտ։ Նա է ամենքին կյանք եւ շունչ եւ ամեն բան տվողը։ Եվ նա մեկ արյունից մարդկանց բոլոր ազգերն արեց, որ երկրի բոլոր երեսի վրա բնակվեն, եւ որոշված ժամանակներ եւ նրանց բնակության սահմաններ հաստատեց, որ Աստծուն փնտրեն, որ լինի թե խարխափեն նրան եւ գտնեն, թեև ինքը հեռու չէ մեր ամեն մեկից, ասենք մեզանից ամեն մեկիցս, որովհետեւ մենք նրանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք։ Ուրեմն քանակական նշանակությունը սա էր, որ Աստված մեկ է, մեկ Աստված գոյություն ունի երկնքում եւ երկրի վրա։ Նա է ամեն ինչի Տերը, ուրիշը չկա։ Հիմա կանցնենք երկրորդ գաղափարին, Աստծո եզակիություն, այսինքն Աստծո մեկ լինելու երկրորդ իմաստին, որ ասում է Աստծո եզակիությունը։ Սա նշանակում է համեմատական կարգով նրա նմանը չկա, նա անփոխարինելի է, այդպես չի, որ նրա փոխարեն ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ գոնե լցնի երկիրը կամ երկինքը։ Ելիցի 15-11-ը կարդամ ձեզ համար եւ տեսնեք ինչ է գրված այս հատվածում։ Ով է աստվածների մեջ քեզ նմանը, Տեր, ով է քեզպես սրբության մեջ փառավորված օրհնություններով սքանչելի հրաշքներ անող։ Հետաքրքիր է, Մովսեսի խոսքն է, չէ՞ որ մենք ասում ենք Աստված մեկ է, այս Մովսեսն ինչ է ասում։ Ով է աստվածների մեջ քեզ նմանը։ Դու ես միակը, դու ես, ասենց ասած, աննմանը, անփոխարինելին, հավասարը չկա քեզ։ Իհարկե Մովսեսը գիտի, որ մեկ Աստված կա, նա էր Աստծո պատվերից հանձնարարում մարդկանց, որ ուրիշ Աստված չկա, մի քիչ առաջ կարդացինք։ Սակայն քանի որ ազգերի մեջ, ժողովրդների մեջ կան ճանաչված աստվածներ, բայց ոչ աստվածներ են դրանք, սակայն համենայն դեպս, եթե նրանք պնդում են, թե աստվածներ են իրենց ճանաչած կուռքերը կամ որևէ անձնավորությունները կամ ոչ անձնավորությունները, հիմա Մովսեսը համեմատության մեջ է դնում, որ աստվածն է քեզ նման։ Նորից ուզում եմ մեկ ուրիշ համար էլ կարդալ 3-րդ Թագավորաց գրքի 8:23-ը, որտեղ գրված է եւ ասեց. Ով Տեր Իսրայելի Աստված, քեզպես Աստված չկա վերը երկնքում եւ ցած երկրի վրա, որ ուխտ եւ ողորմություն ես պահում եւ քո առաջին բոլոր սրտանց գնացող ծառաներիդ համար ասում է բարություն ես անում։ Այսինքն քեզպես Աստված չկա։ Ինչ է նշանակում, այսինքն աստվածներ կան կոչված, բայց քեզպեսը չկա։ Այսինքն ինչ է նշանակում, որ Աստված, մեր Աստվածը անհամեմատելի է, եզակի է, հավասարը չունի, համեմատության մեջ է դրվում եւ ասում է քեզպեսը չկա աստվածների մեջ։ Մենք տեսնում ենք այո նաեւ ոչ թե քանակական նշանակությունն է մեզ ներկայացնում Աստվածաշունչը, Աստծո, այլ նաեւ եզակիություն, այսինքն նրա նմանը չկա։ Այժմ մենք կնայենք մյուս ճանաչողությունը, երրորդը եւ վերջինը, որ ասում է Աստված եռամիասնություն է։ Այսինքն մինչև այս ասեցի,
որ Աստված մեկ է, բայց այդ մեկ Աստվածը ինքն իր մեջ, իր մեկության մեջ մեկ անձից չէ։ Հիմա կապացեք, սա Աստվածաշնչյան ամենադժվար գաղափարն է։ Եռամիասնություն ասելով նկատի ունենք Աստծո ներքին միասնությունը, ներքին, որտեղ ոմանք Աստծո ներքին միասնությունը չեն հասկանում, օրինակ, երբ որ խոսում է Հիսուսն Աստված է, կամ Սուրբ Հոգին Աստված է, որոշ ուսմունքի տեր մարդիկ կան, գիտեք, որ ասում են, ոմանք ասում են, ինչպես եք հասկանում, ասինքն երեք, իհարկե Աստվածների, որ ես կրկնում եմ նրանց խոսքը, նրանք սխալ ասում են, երեք գլուխ միասին, սենց երեք գլուխ, դրսևանց չի, ինչպես որ նրանք նկարում են ծաղրելով, և սա ինչ է նշանակում է, որ Աստծո էությունը մեկ Աստված է, բայց էությունը մի անձնյա չէ։ Նախ սա է ասում, Աստված սկզբից ստեղծեց երկինքն ու երկիրը և հետո շարունակության մեջ ասում է Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Եթե ես ասում եմ իմ հոգին, կարծես թե ծանրակշիռ տեղը դնում եմ իմ եսը, հետո ասում եմ իմ հոգին ինձանից մեկը։ Նախ ասում է Աստված և Աստծո հոգին, եթե որպես անձ չառանձնանար Աստծո հոգին, այդպիսի գրված չէր լինի, Աստծո հոգի շրջում էր ջրերի վրա, ասել Աստված շրջում էր ջրերի վրա, ասել կարծես թե առանձնացումը տվյալ պահին այդ հատվածը ցույց է տալիս Աստված և Աստվածային մեկ անձ Սուրբ Հոգին շրջում էր ջրերի վրա։ Շարունակության մեջ, երբ որ մենք կարդում ենք այս ստեղծագործության շարունակությունը, երբ որ հարց հասնում է մարդուն, ուրեմն 26 և 27-րդ խոսքերն եմ ուզում կարդալ, Աստված ասեց. մեր պատկերով, մեր նմանության պես մարդ շինենք։ Հաճախակի ովքեր որ մերժում են եռամիասնությունը, ասում եմ, Աստված ինչի է խոսում ասելով մեր պատկերով և մեր նմանության, ինչու է մեր ասում, ոմանք անգամ ենթադրում են, գուցե Աստված հրեշտակների հետ էր խոսում, գուցե որևէ արարածի հետ էր խոսում, որին որ կոչում և պաշտոն էր տվել, սակայն շարունակության մեջ, երբ որ կարդում ենք, ինչ ասում, և Աստված ստեղծեց մարդը իր պատկերով, ուշադրություն դարձեք, Աստված ասեց, մեր պատկերով, ուշադրություն դարձեք, մեր պատկերը մեկ է, չի ասում մեր պատկերներով, որպես թե ուրիշ անձ նրա, ասիկը ոչ Աստվածային անձ նրա հետ, բայց հետո ասում է մեր պատկերով, մեր նմանության, պատկերը նմանությունը մեկ է, բայց հոգնակիներն են, որ մեկ պատկեր ունեն, և հաստատում է, ասում է, Աստված իր պատկերով ստեղծեց մարդը, եթե հրեշտակ լինենք, ասեն իր և հրեշտակի պատկերով, սակայն ասում է, Աստված իր պատկերով ստեղծեց մարդը և ասում է, Աստծո պատկերով ստեղծեց նրան, և հետո ասում է, արու և էգ ստեղծեց նրանց, այստեղից երևում է, որ Աստված միանձնյա չէ, Աստված ասաց, կամ չի ասում, Աստված և որևէ ուրիշ անձնավորություն կամ էակ ասացին միասին, չէ, Աստված ասեց, հետո եզակին դառնում է հոգնակի, մեր պատկերով, մեր հոգնակի, պատկերով եզակի, և մեր նորից հոգնակի, մեր նմանության պես, չի ասում նմանությունների պես, մարդ ստեղծենք, հետաքրքիր է, եզակի հոգնակի, և նորից վերջում եզակի, և ասում է, հետո Աստված ստեղծեց, ասենք հայր Աստված խոսում է ինչ-որ անձնավորությունների հետ և նրանց հետ միասին կոչվում է մեր, թե չէ Աստված կասեր իմ պատկերով, իմ նմանության պես մարդ ստեղծեմ, այդպես չի ասում, չի ասում է մեր, և բացի դա նաև եբրայերենում այսպիսի իրականություն կա, օրինակ ասենք դուք գիտեք, որ հայերենում օրինակ գոյականը քանի թիվ ունի, 2 թիվ, չէ, եզակի և հոգնակի, շատ լեզուներում կա, եզակի և հոգնակի, կամ սեռը, տեսնում ենք, որ հայերենում գոյականը սեռ չունի, բոլորը մեկ է,
Բայց ռուսերենում 3 սեռ ունի, չէ՞։ Իգական, արագան եւ չեզոք սեռ։ Սակայն եբրայերենում գոյական ունի 3 թիվ, ոչ թե 2 թիվ։ Կա եզակի թիվ եւ հայերենում, որովհետեւ չկա դրա համար ես իմ ձևով եմ ասում, կա երկյակի թիվ, կա եւ հոգնակի թիվ։ Այսինքն օրինակ եզակին 1 անձի կամ 1 դետալի համար է օգտագործված։ Հոգնակին 3 եւ 3-ից շատ դետալների կամ անձերի համար է օգտագործված։ Սակայն երկյակին օրինակ աչքը զույգ է, չէ՞, աչք է, հայերենում հոգնակի աչք է, բայց եբրայերենում հոգնակի վերջավորությունը չի, երկյակին է, ձեռքեր, ոտքեր, աչքեր, անգամ Երուսաղեմ բառը հոգնակի չէ, երկյակի է, ներքին Երուսաղեմ, վերին Երուսաղեմ։ Աստված, որ ասում է մեր, ասենք երբ որ վերագրում է իրեն, որ խոսքը ներկայացնում է, ոչ եզակի է, ոչ երկյակի է, երկուսից ավելինի համար է։ Իհարկե հետագայում մենք իմանում ենք 3 անձի է վերաբերվում այս մեր կոչված բառը։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ Աստված միանձնյա չէ։ Ուշադրություն դարձնենք մեկ իրականության, ես ձեզ համար ուզում եմ կարդալ Հռոմեացիների 11-ի 34-ից 36-ը։ Գրված է, ասում է, որովհետև ով իմացավ Տիրոջ միտքը կամ ով եղավ նրան խորթակից։ Ուշադրություն դարձեք։ Կամ ով նրան առաջուց մի բան տվեց, որ նրա հատուցումը առնե նրանից։ Որտեղ նրանից եւ նրանով եւ դեպի նա է ամեն բան, նրան փառք հավիտյան ամեն։ Հարց է տալիս, ով երբևիցե նրան մի բան տվեց, նրան խորհուրդ տվեց կամ ով մի բան արեց, որ հատուցումը առնե։ Ոչ ոք։ Աստված երբեք ստեղծագործության հետ խորհուրդ չի արել, որ այս բանը ինչպես անեմ, այն բանը ինչպես անեմ։ Ով եղավ նրան խորթակից կամ ով նրան մի բան տվեց։ Ուշադրություն դարձեք, որ ասացի նա որ մեկ ասի հրեշտակ կամ սերովբե կամ որևէ մեկի հետ էր խոսում Աստված, բայց Աստված արարիչ է։ Բացի Աստծուց ուրիշ արարիչ չկա։ Ոչ մի էակ չկա, որ կյանք ստեղծի։ Չկա այդպիսի բան։ Ռոբոտներ կստեղծեն, կյանք չէ։ Եվ սրա համար Աստված կոչվում է արարիչ, կյանքի ստեղծող։ Չկա մեկը, որ Աստծու հետ միասին մարդ ստեղծեր, կյանք ստեղծեր։ Դրա համար հենց սկզբից մենք կարող ենք ասել, այո, այդ մեր արտահայտության միջի բոլոր անձերը, այսինքն հետո որ իմանում ենք եռանձնյա է, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, այդ անձերը աստվածային անձեր են, ոչ թե արարված անձեր, անստեղծ անձեր են, Աստված անձեր են, նրանք արարիչ անձեր են, միասին ստեղծենք, չի ասում Աստված, իմ պատկերով, իմ նմանության պես մարդ ստեղծեմ, ասում է, նաև բայը, գործողություն կատարող բառը, չէ, հոգնակի, չի ասում, դուք նայեք, ես ստեղծեմ, միասնական, ստեղծենք մարդը մեր պատկերով, ստեղծենք, ասինքն ստեղծագործողներ արարիչներ են, ովքեր որ միասին պետք է աշխատեն։ Ասինքն սա փաստ է, որ Աստված միանձնյա չէ։ Կամ խոսք կա, որ ասում է Աստված սեր է։ Այսինքն սերը չի նշանակում մի հատ նյութ էր այնտեղ դրած։ Սերը այսինքն նշանակում է սիրող սիրտ ունի, սիրում է։ Եվ գրված է Աստված նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Աստված չի փոփոխության ենթարկվում։ Այդպես չի, որ Աստված սեր չէր, հետո դարձավ սեր իբրև թե։ Բայց եթե մենք ընդունենք Աստված մեկ անձնյա էր, ումն է սիրում։ Աստված ձեզ օրհնի։ Հիմա ես ուզում եմ մեկ ուրիշ հատվածից կարդալ Ծննդոց 11-ի 6-7-րդ խոսքը եւ 9-րդ խոսքից էլ մի փոքր մաս, սա արդեն ուրիշ դեպք է, ոչ ստեղծագործության, այսինքն լեզուների ստեղծման ժամանակ է Բաբիլոնում եւ ասում է Տերն ասաց, ահա մեկ ազգ երկիրը, մեկ ազգ եւ մեկ լեզու։ Եվ ասում է նրանք սկսեցին շինել եւ հիմա նրանց համար դժվար չի լինի
որ ինչ-որ խորեցի շինելու, որ ավարտեն։ Եկեք իջնենք եւ այնտեղ նրանց լեզուն խառնենք, որ իրար լեզու չհասկանան։ Եվ 9-րդ խոսքում ասում է այդ տեղի անունը Բաբիլոն կոչվեց, որովհետեւ Աստված այնտեղ խառնեց երկրի բոլոր լեզուն եւ Տերը նրանց ցրեց այնտեղից բոլոր երկրի երեսի վրա։ Ուշադրություն դարձրեք, նորից առաջին գլխի նման շարահոսություն, ասենց ասած քերականություն է հանդիպում մեզ։ Ասում է եկեք իջնենք։ Նորից այստեղ ցույց է տալիս, որ Աստված մեկ անձից չի եւ երկու անձից էլ չի։ Եթե մեկ անձ լիներ, ասա եկ իջնենք, չէ՞ ասա եկեք իջնենք։ Եվ նրանց լեզուն այնտեղ խառնենք, ինչպես նաեւ որ աս եբրայերեն գոյականի հետ, եբրայերեն լեզվով գոյականի հետ կապված 3 թիվ կա, նաեւ այստեղ նորից արտահայտվում է նույն պատկերը։ Եվ հրեշտակների հետ նորից ցույց է տալիս, որ չեր խոսում, որտեղ շարունակության մեջ ասում է Աստված նրանց ցրեց, Աստված նրանց լեզու խառնեց, ոչ թե հրեշտակները։ Բայց Աստված հետաքրքիր է արտահայտվում, ասում է եկեք իջնենք եւ այնտեղ նրանց լեզուն խառնենք։ Չի ասում սպասի իջնեմ նրանց լեզուն խառնեմ, եզակի չի ասում։ Եվ այդ անձնավորությունները, որ միասնական գործում են, հետո նրանց համար ասում է Աստված խառնեց լեզուն։ Նորից մենք կարող ենք հիշել Մատթեոս 3:16-17, որ նորից Աստվածային 3 անձ է երևում է, ասում է, երբ որ Հիսուսը մկրտվեց, չէ՞, հիշում եք, երկինքից ձայն եկավ, արդեն Հիսուսը մարմնով եկած Աստված էր, Հիսուսի հետ կապված ավելի մանրամասը կնայենք, Աստվածային մեկ անձը մարմնով եկած։ Երկրորդը, որ արտահայտվեց, ասում է Սուրբ Հոգին աղավնակերպ հիշնում է նրա վրա։ Եվ երրորդը ասում է հայրը երկինքից ձայն տվեց։ Սա է իմ սիրելի որդին, որին հավանել եմ, դրան լսեցեք։ Այդ պահին Աստվածային 3 անձերի բացահայտում։ Դրա մասին հետո կնայենք, որ թեև Աստված եռանձնյա է, բայց իր ծրագրի, իր փրկության ծրագրի համար Աստվածային մեկ անձը ցածրացավ, խոնարհվեց, ասում է մարդու կերպարանք առավ։ Հանձնարարականի մեջ 28:19 Մատթեոս ավետարանի գրված է. Տերը նախ ասում է ամեն իշխանություն ինձ տրվեց, եւ հետո ասում է գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, մկրտելով նրանց Հոր Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Նորից այս քերականական ձևը տեսնում եք, ինչպես որ ծննդոց գրքի սկզբում կար։ Չէ՞։ Մեր պատկերով, այստեղ ասում է Հոր Որդու եւ Սուրբ Հոգու անունով, չի ասում անուններով։ Մեկ որ հիշում եմ այն անձնավորությունները, որ հակառակում են Հիսուսի աստվածության հետ կապված, ես հարց տվեցի, Աստծո անունը նոր կտականում ինչ է։ Նրանք ասացին, իհարկե այսօրվա արտահայտությամբ ասում են Եհովա, նախ ասի Յահվե է, Եհովա չի մեկ։ Լավ, ընդունեք տառադարձում այդպես Եհովա ընդունեք։ Բայց Եհովա արտահայտություն նոր կտականում չկա գրված։ Ասում է ուրեմն Աստծո անուն չկա գրված, ասի ինչպես է որ չկա։ Հիսուս ասում է հայր ես քո անունով եկա, քո անունը ճանաչեցի, ել պիտի ճանաչեցնեմ, կամ մկրտեք Հոր Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ինչպես է։ Ասում է ըստ քեզ ինչ է Աստծո անունը։ Ասում եմ Հիսուս Քրիստոս։ Իրանք ասում են քավլացի։ Ասում է Հիսուս ինձ նշանակում է փրկիչ, ով է փրկիչ, եթե ոչ Աստված։ Օծյալ Աստված։ Եվ ասի դուք ընդունում եք, որ ումը իբրև թե հետևում եք առաքյալներին, որ առաքյալները հնազանդ եղան Տիրոջ պատվերին, մկրտության պատվերին, ասում է այո, Գործք առաքելություն ասում է եւ նրանք մարդկանց մկրտում էին Տեր Հիսուս Քրիստոսի անունով, Տեր Աստծո անունով։ Եվ այստեղ Հիսուսը պատահական չի, որ իր անունը, ասենց ասած Հայր Աստծո եւ Սուրբ Հոգու անունի մեջտեղն է դրել, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ասենք եթե վերջում գրված էր, գուցե ոմանք դրանից էլ արդից օգտվեն սարքեն, ասեն Հիսուսը փոքր Աստված է, դրա համար վերջում է գրված։ Բայց Աստծո Հոգին փոքր Աստված չի, ոչ էլ Աստված է փոքր Աստված, բայց Հիսուսը Հոր եւ Սուրբ Հոգու մեջտեղ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Սուրբ Հոգու անունով, ոչ անուններով, պատկերով, ոչ պատկերներով, չէ՞, ծննդոցում ասում է։ Այստեղ նույն քերականական ձև է, նաեւ գիտեք ինչ հետաքրքիր է, բացահայտում է սա նաև, որ այո այս գիրքը նոր կտակարանը
շարունակությունն է Աստծո գրքի։ Գուցե ոմանք ասեն միայն 5 տականն է Աստծո գիրքը, նորը չենք ընդունում ավետարանը, բայց տեսնում ենք նույն, ասած ասեմ, մոտեցումը աստվածային ձեռագիրը այստեղ էլ կա, ուրիշ տեղերում չկա։ Աստված ձեզ օրհնի։ Հովանու ավետարանի 16-րդ գլխից 13-ից 15 ասում է, բայց երբ որ նա Տերիսն ճշմարտության հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որտեղ իր անձից չի խոսել այն ինչ որ կլսեք խոսի եւ գալու բաները կպատմեն ձեզ։ Նա ինձ կփառավորի, որտեղ իմիցը կառնի եւ կպատմեն ձեզ։ Ամեն ինչ որ հայրը ունի իմն է եւ նրա համար ասեցի թե իմիցը կառնի եւ կպատմի ձեզ։ Նորից տեսնում եք այս հատվածում Աստծո սուրբ երամիասնության անձերի մասին Տերը խոսում է։ Հայրը ասեց, հայրը ինչ որ ունի, Սուրբ Հոգին կգա եւ ես։ Չէ՞։ Եբրայեցիների 1:8-ից 9-ում են, հանդիպում ենք այդ հատվածին, ասում է, բայց որդուն ասում է, քո աթոռն ով Աստված, հետաքրքիր հատված է։ Հայրը Աստված, Հիսուսին ասում է Աստված։ Ասում է քո աթոռն, իհարկե մեջ բերում է անում 5 տականից։ Եվ ասում է, քո աթոռն, հայր Աստված որդուն է ասում, ով Աստված, մինչև հավիտյանս հավիտյանց է, քո թագավորության գավազանը ուղիղ գավազան, սիրեցի արդարություն եւ ատեցի անօրությունը, սրա համար օծեց քեզ, ով Աստված, քո Աստվածը, 2 անգամ Հիսուսին Աստված է ասում։ Յուղով ավելի քան քո ընկերներին։ Հիշում եմ, իհարկե սխալ վարդապետություն ունեցածներից մեկը, երբ որ ասեց Սուրբ գրքում գրված է, որ Հիսուսն Աստված է, ասում է դե կներեք, իհարկե Աստվածների իր արտահայտությունը, դա ասում է սատանայի համար էլ է գրված, որ նա Աստված է, Պողոս ասում է այս աշխարհի Աստվածը։ Ասում եմ այնքան անգրագետ եք, որ չեք զանազանում, հեղինակնով է։ Այս աշխարհն է շփոթել նրան Աստծո տեղ, դրել նրան հետևում է, որպես թե Աստծուն հետևում։ Հայր Աստված որևէ մեկին Աստված չի անվանել, այսինքն արարածներից, բայց որդուն եւ Սուրբ Հոգուն Աստված է անվանում։ Ուրեմն մենք տեսնենք, որ այո, բարձում է իրականության մեջ ըստ Սուրբ գրքի Աստված եռանձնյա մեկություն է։ Մեկ Աստված է իր մեջ ամփոփված 3 անձով։ Ոչ թե 3 անձեր են 3 դեմքով, այլ 3 անձեր են մեկացած մեկ պատկերով։ Ուրեմն ժողովուրդ, մենք նայեցինք այն թեման, թե ով է Աստված։ Ով է Աստված, այդ ով լինելու վերաբերյալ մենք նայեցինք 3 գաղափար, որ Աստված անձնավորություն է, Աստված հոգի է եւ Աստված մեկ է։ Իհարկե բացատրվեց, սակայն հիմա կանցնենք երկրորդ բաժնին, Աստված թեման, որ 3 բաժիններով պետք է նայենք, այսինքն ով է Աստված, ինչպիսին է Աստված եւ որոշ չափով իհարկե Աստծո գործերը, ուրեմն երկրորդ բաժինը կոչվում է ինչպիսին է Աստված։ Սակայն այս բաժինը իր հերթին կուսումնասիրենք, ասենք ներկայացնենք 2 կարևոր մասերով։ Առաջինը Աստծո բարոյական բնութագիրը եւ երկրորդ մասը Աստծո կարողության բնութագրերը։ Ուրեմն բարոյական բնութագիրը նորից իր հերթին կբաժանենք 2 ենթակետերի։ Առաջինը Աստված սեր է, սրա մասին ավելի կվերլուծենք մանրացնենք, եւ Աստված սուրբ է։ Ուրեմն առաջին մասը, որ մենք ասենք ընդամենը 2 ենթակետերով, որ Աստված սեր է եւ Աստված սուրբ է, հնարավոր է որ մեկը ասի, որտեղ Սուրբ գրքում էլ կա գրած, նաեւ շատ գրքերում Աստծո մարդիկ Աստծո ուրիշ բնութագրեր են տվել, օրինակ ասում են Աստված ողորմած է։ Մեկը կասի ինչու է օրինակ ողորմած լինելը չի ներգրավվել այս մասերի մեջ, կամ Աստված ճշմարիտ է, Աստված երկայնամիտ է, Աստված անաչառ է կամ անսուտն է, նման վերնագրերով կամ նման ճանաչողությունով շատ ժամանակ մարդիկ ներկայացրել են, անգամ գրքեր են գրվել։ Սակայն որ ուշադիր նայեք, օրինակ Աստված ողորմած է։ Աստված ողորմած է, դա որտեղից է գալիս, սիրող է, դրա համար է ողորմած, եթե նա սիրող չլներ, չէր ողորմի, չէր գթա, չէր խղճա, կամ եթե ասում ենք Աստված
սուրբ է, հետո ասում ենք Աստված ճշմարիտ է, արդար է, անաչառ է։ Նորից որ մենք ուշադրություն դարձնենք, տեսնենք հենց այդ արդարություն, անաչառությունը գալիս է սրանից հիմքը սուրբ լինելն է։ Այսինքն մնացած շատ բարոյական բնութագրեր կարող ենք ներկայացնել Աստծո մասին, բայց այդ բոլոր բարոյական բնութագրերը գալիս են այս երկու հիմքից՝ Աստված սեր է եւ Աստված սուրբ է։ Ուրեմն առաջինը Աստված սեր է, ինչ է նշանակում սերը։ Սերը զգացմունք է, որը ունի Աստված, սակայն զգացմունքը ինքը Աստված չէ։ Հովանու 3:16-ում օրինակ գրված է, որ ասացիք պետք է անգիր սովորեք, կարելի ասել այս ոսկե համարը անգամ շատ Աստծո մարդիկ այս հատվածը անվանում են ավետարան ավետարանի մեջ, փոքր ավետարան ավետարանի մեջ։ Այսինքն Աստծո փրկության գործը, սերն ու գործը ներկայացնում է զոհը, ոչ թե միայն սերը, նաև միջոցը, որ Աստծո որդին է։ Եվ ինչ է ասում, Աստված այնպես սիրեց աշխարհը, նկատի ունի մարդկությունը, ոչ թե թփերը կամ առարկաները, որ մինչ անգամ իր միածին որդին տվեց, որով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այսինքն հենց սա Աստծո սիրո գործն էր, Աստծո սիրո արտահայտությունն էր, որ իր որդին ուղարկեց, որտեղ սիրեց մարդուն։ Այսինքն Աստված լցված է սիրո զգացումով։ Նաև առաջին Հովանու 4:7-10-ն եմ ուզում կարդալ ձեզ համար եւ նաև 16-րդ խոսքը. Սիրելիներ, իրար սիրենք, որ սերը Աստծուց է։ Եվ ամենը, որ սիրում է, Աստծուց է ծնված եւ ճանաչում է Աստծուն։ Նա, որ չի սիրում Աստծուն, Աստծուն չի ճանաչել, որտեղ Աստված սեր է։ Սրանով երևաց Աստծո սերը մեզանում, որ Աստված իր միածին որդին ուղարկեց աշխարհ, որ նրանով կյանք ունենանք։ Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ նա սիրեց մեզ եւ իր որդուն ուղարկեց քավություն մեր մեղքերի համար։ Եվ նաև 16-րդ խոսքը ասում է. «Եվ մենք ճանաչեցինք եւ հավատացինք այն սերը, որ Աստված ունի մեզ վրա»։ Անցնենք մյուս բարոյական բնութագրին, որ Աստված սուրբ է։ Երբ ասում ենք Աստված սուրբ է, սուրբ արտահայտությունը իր մեջ երկու հասկացողություն ունի, երկու իմաստ ունի, ըստ Աստվածաշնչի՝ վիճակ եւ դիրք։ Վիճակը իմաստով, երբ որ մենք նայում ենք արտահայտությունը այն, որ Աստված սուրբ է, առաջինը վիճակի իմաստով ենք միշտ նայում, տեսնում ենք, որ Աստված մաքուր է, այսինքն գիրքը սիմվոլիկ ասում է Աստված լույս է եւ նրանում խավար չկա, այսինքն կատարյալ մաքուր է, սուրբ է, նրանում անօնություն, մեղք, չարություն նրանում չկա։ Այսինքն շատերը այսպես են մտածում. Աստված չի կարող մեղանչել, չի կարող վատ բան մտածել, ուզի էլ չի կարող, սա արդեն անարգություն է Աստծո հանդեպ։ Աստված ռոբոտ չէ, մենք ասենք անձնավորությունն է, ոչ թե նա չի կարող, այլ նա չի ուզում։ Ուրեմն Աստված սուրբ է նաև իր գիտության մեջ, իր ընտրության մեջ, իր որոշումների մեջ, իր ծրագրերի մեջ, ոչ թե անկախ իրենից ինքը սուրբ է մնում։ Ոչ, Աստված անձնավորություն է, որտեղ նա սուրբ է եւ այս սրբությունից է, որ Աստված ունի արդարություն, ճշմարտություն, անաչառ դատաստան, մեղքի նկատմամբ անգամ պատիժ։ Աստված մարդու նման չի, որ մեղքի հանդեպ աչքը փակի։ Շատ ժամանակ ծնողական սերը փակում է մարդու աչքերը, որ արդար չվարվի։ Բայց Աստծո մոտ այդպես չի, որտեղ նա սուրբ է, ոչ թե միայն սեր է, նաև սուրբ է։ Դրա համար Աստծո բնութագրի մեջ նշված է սրբության պատճառով է, որ նա մեղքի նկատմամբ ունի պատիժ։ Այսինքն ուզում է իր հավատացյալն էլ լինի, իր ծառան էլ լինի, իր sense երեխան էլ լինի, անգամ եթե հանկարծ պատահեր Հիսուսն էլ մեղանչեր, Աստված Հիսուսին էլ կդատեր։ Հիսուսին չէր հարություն տա, չէր բարձրացնի վերև։ Աստված ոչ թե միայն պատժում էր այն ազգերին, որոնք կռապաշտ են, չար են, վատ ճանապարհների մեջ են, եթե նույն ազգերի նման անգամ Իսրայելը վարվեր, Աստված դատում էր։ Անաչառ Աստված էր, չէր ասում
ոչի սա իմ ժողովուրդն է, այդպիսի բան չկար։ Անգամ Աստծո սիրելիներից, ասենք մարգարեներից կամ սիրելի թագավորներից այդ ժողովրդի, որ Աստծո սիրող էին, ծառայ էին, եթե նրանք էլ անգամ անիրավություն էին անում մարդկանց հանդեպ կամ Աստծո հանդեպ թեկուզ կռապաշտության գնային, Աստված նորից պատիժ էր որոշում նրանց համար։ Այսինքն տեսնում եք, այո, Աստված ունի սեր, կարող է ներել, ներման ճանապարհ էր տվել սիրո պատճառով, բայց սակայն եթե մարդը այդ ներումից չէր օգտվում, Աստված պետք է դատեր։ Ուրեմն Աստված սուրբ է եւ այդ սրբությունից է իր վերաբերմունքները, արդար, անաչառ կամ անգամ պատժի վերաբերմունքներ։ Օրինակ Սաղմոս 19:9 ձեզ համար կարդամ, ասում է Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան, Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար։ Շատ վախեր կան մարդկանց գցում են որոգայթի մեջ, բայց երբ որ մարդը Աստծուց է վախենում, նա սխալ ճանապարհի չի գնում, իրեն պահում է մաքուր, սուրբ։ Եվ ասում է Տիրոջ դատաստանները ճշմարիտ են եւ բոլորովին արդար։ Սա ինչ պատճառով է, սրբության պատճառով, որ Տիրոջ դատաստանները արդար են։ Նաեւ Հովանու առաջին խտի 1:5-ում ասում է մենք սա ենք ավետիք տվել, այսինքն բարի լուրը սա է, որ նրանից, այսինքն Հիսուսից լսեցինք խոսքերը Հիսուսի մասին է, եւ ասում է պատմում ենք ձեզ, թե Աստված լույս է եւ նրանում ոչ մի խավար չկա, բնավ խավար չկա, եւ սա անվանում է ավետիք։ Իրոք մեծ ավետիք է, իսկ ճիշտ լավ է, որ Աստված արդար դատավոր է, երեսի չի նայի, ով ուզում է լինի, եթե անիրավություն արեց իր պատասխանը կտա։ Եվ սրանով դու պաշտպանված ես, գիտես, անիրավներից։ Դրա համար ասում սա է ավետիքը, որ մենք լսեցինք Հիսուսից եւ ձեզ ենք հայտնում, Աստված սուրբ է եւ նրանում բնավ խավար չկա, լույս է, բնավ նրանում մեղք չկա, փառք Աստծուն։ Ուրեմն մենք սա նայում ենք սուրբ վիճակի իմաստով, որ Աստված մաքուր է, սակայն երկրորդ իմաստը, որ ասացիք Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ Աստված դիրքով սուրբ է, այսինքն դիրքով ինչպես։ Օրինակ հիշեցնեմ որոշ դեպքեր պատմությունից, հին կտականյան պատմություններից, Աստված որոշեց ունենա մի տեղ երկրի վրա, որտեղ ինքը պետք է պաշտվի։ Առաջինը Խորանը։ Մովսեսի միջոցով պատվեր տվեց եւ Հակոբի սերունդի ձեռքերով, այսինքն իսրայելցիների ձեռքերով մի խորան պատրաստվեց, որտեղ որ պետք է Աստված պաշտվեր եւ այդտեղ պետք է լինեին տարբեր դետալներ, թե ճրագներ, ճրագակալներ, թե անգամ ասենք այդ սկզբից որ պատ չկար, քարեղեն պատը չկար, հենց վարագույրներով էր հավաքվում, այդ խորանը, սենյակը վարագույրներով էր հավաքվում եւ ներսում պաշտամունք է լինում, ամաններ, տարբեր դետալներ կային։ Եվ այսպես էր ասում, ինչ որ տրվում է Աստծուն սուրբ է։ Անկամ այդ ամանները կամ կենդանիները առաջնեկը օրինակ ասում է Տիրոջ համար սուրբ է։ Պատկերացնում եք անգամ անասունների առաջներքները, ասենք առաջին ծնունդը պետք է Տիրոջը նվիրվի։ Սուրբ է, ինչ իմաստով էր կոչվում սուրբ, որ առանձնացված է, հատկացված է, բաժանված է բոլոր մյուս դետալներից, որ օգտագործվում են տարբեր իմաստներով։ Օրինակ ասենք անգամ հացը, առաջավորության հացը, որ ասում է, սուրբ է, եւ այդ հացը միայն նրանք պետք է ուտեին, ովքեր որ անմիջական ամեն օր Տիրոջ ծառայության մեջ են։ Ուրիշին իրավունք չկար, որ ուտեն, որտեղ այդ հացը ասում է սուրբ է, բայց իրականության մեջ այդ հացը նույն խմորից էր վերցված, ուղղակի առանձնացվել էր, կամ բերքը նույն այգուց էր վերցվում, բայց ինչ որ բերում էր Տիրոջ ասում է սուրբ է։ Առաջնեկները Իսրայելի որդիների սուրբ է, որոնց փոխարեն ընտրվեց մի ցեղ, որը Ղևտացի է կոչվում։ Ղևի ցեղը սուրբ է, այսինքն առանձնացված, հատկացված, տեղը սուրբ է, ասում էր։ Այս այն քաղաքը, որը Աստված ընտրի իր պաշտամունքի ասես խորանը դնելու, այդ քաղաքը սուրբ պետք է կոչվի։ Դիրքով կամ հայր մերի մեջ մենք ասում ենք քո անունը սուրբ լինի։ Սուրբ լինի, հնարավոր է մեկը, եթե վիճակի իմաստով է մտածում, սխալ է մտածում, որ մտածում է ոնց Աստծո անունը սուրբ լինի, ասենք գուցե Աստծո անունը սուրբ չի, նոր սուրբ լինի վիճակի, ոչ դա չի նշանակում։ Քո անունը սուրբ լինի,
երկրի վրա կա շատ շատերի համար Աստծո անունը բարձր չի։ Օրինակ տեսնում եք շատ մարդիկ տարբեր հավատալիքներ ունեն, տարբեր դետալներ ունեն, որոնց հավատում են։ Նրանց համար, մեկի համար, օրինակ արևապաշտների համար ամենասուրբը արևն է։ Այն օրն էլ մի քահանա են խոսցնում հերոստատուսով, այդ քահանան ժողովրդի աչքը մտնելու համար այսպիսի բան ասեց։ Եվ շեշտում էր, ամենասուրբ ինձ համար իմ ժողովուրդն է, որպեսզի ժողովուրդը նրան տեղ տա, նրան լսի, ասի վայ, մեզ սիրող է, մեզ գնահատում է, բայց դա արդեն մերժում էր Աստծուն։ Պատկերացնում եք, նա չի զգում, որ Աստված մերժեց, որտեղ մեզ համար ամենասուրբը պետք է լինի Աստված։ Շատ սուրբ բաներ ունենք, բայց ամենասուրբը Աստված է։ Ինչպես որ Տերը ասում է, այո, պետք է սիրես քո ծնողին, քո երեխային կամ մարդկանց, բայց ամենամեծ համար առաջին սերը պետք է տրվի Աստծուն։ Ամբողջ տրտով, ամբողջ հոգով, ամբողջ զորությամբ, եւ սա հետո սիրի քո ընկերին քո անձի պես։ Ուրեմն սուրբը նաև դիրքի մեջ է, քո անունը սուրբ լինի հայրերի մեջ, ասում ենք, այսինքն քո անունը ինձ համար առանձնացված լինի, ճանաչված լինի, բարձր լինի, ամենաբարձր դիրքում լինի, քո անունը ամենից վեր լինի ինձ համար, ինչպես որ երկնքում է։ Այսինքն երկնքում բոլոր արարածները, շատ արարածներ կան։ Երկնքում բոլորը գիտեն ամենասուրբը Աստված, ամենավերը Աստված, Աստծուց վեր մեկը չկա։ Դրա համար ասում ենք, երբ որ մենք ասում ենք Աստված սուրբ է, թեկուզ ես էլ չհասկանամ, բայց իրականության մեջ նա սուրբ է, թե վիճակով, թե դիրքով, ամենաբարձրն է նա, թեկուզ թող ես չընդունեմ, օրինակ եմ ասում։ Իմ չընդունելով Աստծո սուրբ դիրքը չի իջնի։ Աստված սուրբ է, բարձր է, առանձնացված է բոլորից։ Հենց Հիսուսի սրբություն չէ, Սուրբ Գիրքը ասում է բարձրացավ, առանձնացավ ամեն արարածներից վեր կանգնեց։ Հիսուսի սրբությունն է։ Աստված ձեզ օրհնի։ Եսայի 57:15 ձեզ համար կարդամ, ասում է, որտև այսպես է ասում, բարձրը եւ բարձրալը, հավիտենության մեջ բնակվողը եւ որի անունը սուրբ է։ Ես բնակվում եմ բարձրերում եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնար հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենթանացնեմ եւ կենթանացում սրտով կոտրվածներին։ Պատահական բառեր չեն իրար հետևից դրված։ Բարձրը եւ բարձրալը։ Աստված ձեզ օրհնի եւ մեկ համար էլ ձեզ համար կարդամ, Հայտնության 4:8-ում գրված է։ Ինչ որ արարածներ կան 4 կենդաններ եւ յուրաքանչյուրը 6 թև ուներ, իրենց 4 կողմը եւ ներսևանց լիքն էին աչքերով եւ հանգստություն չունեն գիշեր ու ցերեկ ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ է ամենակալ Տերը, որ է եւ որ գալու է։ Պատահական չի 3 անգամ Սուրբ, Սուրբ, Սուրբ է ամենակալ Տերը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, բայց ոմանք թարգմանիչներ չեն հասկացել սա։ Վերցել մի 7-8 հատ 10 հատ Սուրբ են գրել, որտեղ այնտեղ գրած է գիշեր ցերեկ անդադար կոչում էին, ասիկա նրանք անդադար սա էին ասում, 3 անգամ Սուրբ է ամենակալ Տերը, նորից 3 անգամ Սուրբ է ամենակալ, սա էր անդադար լինել, բայց սրանք իբրե անդադարը իրենք հասկացել միայն Սուրբ բառը, մի 10 անգամ գրել Սուրբ, 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 չեն հասկացել Աստծո եռամիասնությունը։ Այո, երկնքի արարածներն էլ վկայում են, որ Սուրբ, Սուրբ, Սուրբ է ամենակալ Տերը։ Սակայն հիմա մենք կնայենք Աստծո, այսինքն բարոյականից բացի նաև կարողության բնութագրերը, բարոյականը իր հերթին բաժանվում էր երկու մասի, չէ, ասենք Աստված սեր է եւ Աստված սուրբ է, սակայն կարողության բնութագրերը մենք բաժանել ենք 5 մասերի, այսինքն Աստված ամենակարող է, Աստված ամենագոյ է, այսինքն ամենուրեք է, Աստված ամենագետ է, ամենաիմաստուն է եւ Աստված հավիտենական է։ Ուրեմն առաջինը կնայենք կարողության բնութագրերից, որ Աստված ամենակարող է։ Աստծո ամենակարողությունը իհարկե մենք պետք է տեսնենք իր գործերով։ Աստված բավարար գործեր արել է, որ մենք մեր կարճ կյանքով տեսնենք Աստծո ամենակարողությունը։ Թեև Աստված ամենակարող է, օրինակ ասենք մենք տեսնում ենք Աստված ստեղծել է երկինքի երկիրը, սա մեջ մեծ կարողություն է եւ զարմանալի անգամ կարողության մեծությունը շատերը որ հասկանում են, որ մեծ կարողություն է դրված այս եղածի մեջ,
մարդիկ անգամ չեն կարողանում հավատալ։ Միթե այդպիսի անձնավորություն կա, որ այսպիսի մեծ կարողություն ունենա։ Դրա համար կարծես նմանների համար ավելի հեշտ է վերագրել ամեն ինչը պատահականության, քան ծրագրողի, քան ստեղծողի։ Սակայն Աստված ծրագրով ստեղծել է։ Շեշտեմ, որ Աստված մենք նայեցինք, չէ՞ որ սուրբ է, թեև ամենակարող է, բայց նա սուրբ է, այսինքն իր կարողությունը վերաբերում է մտքից վեր գործերի սրբության սահմաններում։ Հենց Ծննդոց 17:1-ում Աստված որ ներկայանում է Աբրահամին, ասում է, եւ երբ որ Աբրահամն 99 տարեկան էր, Տերը երևաց Աբրահամին եւ ասեց նրան. Ես եմ ամենակարող Աստվածը, իմ առաջին վարվիր եւ կատարյալ եղիր։ Ինքը անգամ իր մասին ասում է, ես եմ ամենակարողը եւ Աստված ասիկ սուրբ է, անսուտն է, նա սուտ չի խոսում։ Եվ իրականության մեջ թեկուզ Աբրահամի կյանքում նա ամենակարողությունը իր ապացուցեց, անհնարինը դարձեց հնարավոր։ Նաև Հոբի 37:23-ում գրված է. Նա ամենակարող է, մենք չենք հասնի նրան, նա զորության բարձրյալ է եւ իրավունքն ու արդարության շատությունը չի ծռի։ Հարցը մյուս հատվածների հասկացությունների մեջ չի, չնայած մի քանի բնութագիր տվեց այս հատվածում ասում, բայց հարցը սա էր, որ այս հատվածում մեջ տեսնում նաև իրենց դարը ապրած մարդիկ խոստովանում են Աստված ամենակարող է։ Նրանք Աբրահամի նման իրենց կյանքում տեսել են Աստծո ամենակարողության գործը եւ այդ վկայությունն թողել մեզ։ Մատթեոս 19:26-ում նույնպես գրված է։ Ասում է Հիսուսը նրանց մտիկ տալով, այսինքն նայելով, ասեց, ինչ որ ժողովրդի հետ խոսում էր, մարդկանց հետ եւ ինչ վկայեց։ Աստծո մասին էր վկայում եւ ասում է մարդկանց կողմից ինչ որ դժվարություն կար, ասում է մարդկանց կողմից դա անկարելի է, բայց Աստծո կողմից ամեն բան կարելի է։ Շեշտում եմ, որ սրբության սահմաններում, արդարության սահմաններում ամեն բան, այսինքն ամենակարող է Աստված։ Խոսքը սրա մասին է։ Եվ Եբրայեցիներին ուղղված 1:3-ում Աստծո մասին այսպիսի վկայություն կա, ուրիշ Աստծո ծառա սա ասում։ Քրիստոսի մասին ասում է, որ Աստծո փառքի լույսը լինելով եւ նրա էության նկարագիրը, որ իր զորության խոսքով ամեն բան կրում է։ Այսինքն իր խոսքի զորության ամեն բան, այսինքն կրում է նա, այսինքն իր ձեռքի մեջ է վերցնում, իր իշխանության տակ է վերցնում։ Ամեն բան։ Այդպիսի մի բան չկա, որ նա չկարողանա, սակայն օրինակ ես հանդիպել եմ նման ուսմունքի, այսինքն անձամբ նրանց գիրքն եմ կարդացել եւ նրան նման մարդու, որ հետևում է, իհարկե ես հայտնապես ասում եմ, որտեղ դա գրված է, չեմ զրպարտում։ Օրինակ Բահա գիտան ինչպես որ են այդ գրքում, գրքի 10-րդ գլուխ 36-րդ հատվածում նրանք էլ ներկայացնում են իրենց պաշտած Աստվածը ամենակարող։ Մի քանի հոգի մոտեցան ինձ, իհարկե մեկ անծանոթ էր, այդ անծանոթին բերեցին եւ ասում ուզում է քեզ հետ խոսել։ Այդ մարդը ասաց, այն Աստվածը, որի մասին խոսում ես, դու նրան ճանաչում ես, ինձ հարցրեց։ Եվ անունն ինչ է։ Անուն հարցրեց, առաջին հայացքից ինձ թվաց, թե ճակերտավոր վկաներն են, որոնք սխալ են վկայում Աստծո մասին։ Ճիշտ ասած, ես նրան չասեցի, ասի քո կարծիքով, ես ում մասին եմ քարոզում։ Մինչև այդ որ ասես նրան ճանաչում ես, ես ասես դե ինչքան որ ճանաչում եմ, այդքանով եմ խոսում։ Որտեղ նա հավիտենական անձնավորություն է։ Ես որ ասեմ ճանաչում եմ խորապես ավելի, չէ, բայց ինչքան որ հաջողվել է ինձ ճանաչել, այդքան եմ ներկայացնում։ Նա ասես նրա անունը գիտեք ինչ է, Կրիշնյա է։ Ես ասի խավ լցի, թե ես նրա մասին խոսեմ, իմ քարոզած Աստված ուրիշ է։ Ասի ինչպես, ասի դե իմ քարոզած Աստված սուրբ է։ Նա ասաց ինչու մեր Աստվածը սուրբ չէ, ես ասի դե ես չեմ ասում, դուք եք ասում։ Ձեր գրքում 10:36-ում գրած է, նա ամենակարողը սուտ խոսելու մեջ էր։ Կարող է այնպես խաբել մարդուն, որ մարդը չզգա էլ, որ խաբնված է։ Իբրև ամենակարող սուտ է խոսում, կամ գրված է կին է բռնաբարել, ուրիշի կովերն է գողացել։ Նման վկայություն կա ձեր գրքում, ես չեմ ասում, որ դուք ինձ մեղադրեք, դուք եք ասում, բայց իմ քարոզած Աստվածս մեղքից հեռու է։ Ինքը ներկայացնում է դե
ամենակարողը ամեն ինչ կարող է անել, ասի գողությունել, սուտ խոսալել, ամեն ինչում կատարյալ է, այդպես են ասում։ Նրա նման գող չկա, նրա նման սուտասան չկա, նրա նման սուրբ էլ իբրև չկա, նրա նման ասի ամեն ինչում։ Բայց ասի մեր Աստվածը, որ մենք ասում ենք ամենակարող է, այո, մեղքի հարցում անկարող է։ Այսինքն նա սրբությունը թույլ չի տալիս, որ նա մեղանչի։ Նա իրեն իր պատիվը չի ցածրացնում մեղ գործելով։ Ուրեմն այսօր աշխարհում շատ հասկացություններ կան, որ մտածում են գուցե ամենակարող է, ամեն ինչ կարող է անել, նաև մեղքի հարցում, բայց մեր Աստվածը դրա համար մինչև այս մասի խոսելը մենք ներկայացինք սուրբ է եւ սեր է։ Ուրեմն մեր Աստվածը ամենազոր է, բայց ոչ թե ամեն ինչ անող։ Երկրորդ բնութագիրը ասում, որ պետք է նայենք ամենագոյը, այսինքն ամենուրեք է։ Ամենագոյը նշանակում է ամեն տեղ գոյություն ունի։ Նա գոյությունը ամեն տեղ տեսնում է, ամենուրեք է նա։ Նորից ինչպես որ նույն վերևում որ շեշտեցի նույն հավատքի մարդիկ նկարում են անգամ նկարել օրինակ ջի են նկարել ջի վրա նկարել են իրենց Աստծո նկարը ում որ պաշտում են իբրև թե Աստված ջիու մեջ է, կովի մեջ է, տարբեր կենթանիների մեջ է, վագրի, առուց, ինչ որ տեսել եմ իրենց գրքի մեջ, ծառի մեջ անգամ, իբրև թե ամեն ինչի մեջ է, ամենուրեկությունը նրանք այսպես են հասկանում, բայց Աստված չի կարող լինել ճանճի, որդի մեջ, անասունների մեջ, ամենուրեկություն նշանակում է Աստված ամեն ինչի վրա է, ամենքի հետ է եւ իրեն ընտրած մարդկանց ամենքի մեջ է, ամեն ինչի վրա է ասեցինք, բայց ամենքի հետ է, այսինքն ոչ անձնավորությունների վրա է, այսինքն դա տեսնում են հայտնի նրա աչքի առաջ են, բայց ամենքի հետ է, որ նշանակում է, այսինքն բոլոր անձնավորությունների հետ է, ասում է այն Աստվածը, Պողոս առաքյալը ներկայացնում է տվյալ պահին հույներին այս խոսքը, որ աշխարհքս եւ ամեն բան, որ նրանում կա, արեց, նա երկինքի եւ երկրի Տերը լինելով, ձեռագործ տաճարներում չի բնակվում, եւ ոչ էլ մարդկանց ձեռքով պաշտվում է, իբրև թե մի բան կարոտ։ Նա է ամենքին կյանք եւ շուշ տվողը եւ ամեն բան տվողը։ Նա մեկ արունից մարդկանց բոլոր ազգերն արարեց, որ երկրի երեսի վրա բնակվեն։ Եվ որոշված ժամանակներ եւ նրանց բնակության սահմաններ հաստատեց, որ ասում փնտրեն, որ լինի թե խարխափեն նրան գտնեն, թեև ինքը հեռու չէ մեր ամեն մեկիցս, որ նրանով ենք ապրում, շարժվում եւ կանք։ Տեսնում եք, ինչպես նաեւ Պողոս ասում է, նա ամենքիս հետ է, անհավատ հավատացյալ խառը, որտեղ նրանով է, որ մենք կանք շարակցության մեջ ասում է, ձեր բանաստեղծներից ոմանք էլ ասում է, որ մենք նրա ազգիցն ենք։ Այսինքն թեկուզ մարդը անհավատ է, բայց Աստված նրա հետ է։ Շատ ժամանակ ոմանք, որ սովորել են սխալ ուսմունքը, գնում են անհավատ մարդու մոտ, որը դեռ Աստծո խորը չի ճանաչում եւ ուզում են իբրև ճիշտ վկայություն անեն։ Ասում են, գիտես ինչ, դու Աստծուց հեռացած ես, անդունդ կա, այդ մարդը ասում է, չէ, Աստված ինձ շատ է օգնել։ Ես կանչել եմ անգամ ինձ դժվարություններից ազատել ես, ինչ բանից, այն ինչ բանից։ Նա ուզում են համոզել, որ չէ, Աստված քեզ չի օգնել։ Ասում են, ես վկայեմ իմ կյանքին, Աստված ինձ օգնել է, նրանք ասում են չէ, բայց իրականության մեջ Աստված օգնել է, որտեղ խոսքը ասում է ամենքի հետ է, անդունդը ստեղծավ Աստծո ծրագրի մեջ, մարդու համար, սակայն Աստված վերադարձ է ստեղծել դեպի իր փառք իր ծրագրերը, մարդիկ սխալ են ներկայացնում, սա շատ կարևոր ակտ է, բայց Սուրբ Գիրքը, որ մենք ասում ենք ամենքի հետ է Աստված, այսինքն անգամ անհավատ մարդկանց հետ է, նրանով են ապրում եւ կան մարդիկ, ասում են, նա է բոլորին կյանք եւ շուշ տվողը, նրանով են ապրում մարդիկ, բայց ասում են, նրանով ապրում ենք եւ կանք, բոլորս, Աստված ձեզ օրհնի, նաեւ կարդում եմ Եփեսացիների 4:6-ը, որ հենց ուղղակի այդպես վկայում է, մեկ Աստված եւ ամենքի Հայր, որ ամենքի վրա է, ամենի հետ է, եւ ձեր ամենի մեջ է։ Հիմա մենք երրորդ պահը կնայենք, դες նայեցինք ամենքի հետ է, նայեցինք սա, նաեւ ամեն ինչի վրա է, ամենքի հետ է, բայց նաեւ ձեր ամենքի մեջ է, դա ինչպես է գրված այստեղ իրեն ընտրած մարդկանց ամենքի մեջ է։ Ուշադրություն դարձնում եք,
Աստված ճիշտ է ամեն մարդու հետ է, բայց ամենքի մեջ չէ։ Տարբերություն կա իրեն ընտրած, իրեն չընտրած մարդկանց մեջ։ Աստված ամենքի հետ է, անգամ անհավատների, բայց իր սուրբերի մեջ է միայն։ Իրեն ընտրած մարդկանց սրտում է։ Հենց Հովհաննես ասում է, եւ սա գիտենք, այն հոգուց որ տվեց ձեզ, ձեր մեջ է, դրանց գիտենք, որ մենք Աստծո մեջ ենք, Աստված մեր մեջ։ Աստված հզոր է, ամենուրեք եղող է, բայց կարող է լինել իր սուրբի մեջ։ Ասենք սուրբ նկատի ունենք իրեն ընտրած մարդկանց մեջ։ Ուրեմն Աստված ամեն ինչի մեջ չի, ամենքի մեջ էլ չի, միայն սուրբ սրտերում է, միայն իրեն ընտրած մարդու մեջ է։ Երրորդ Թագավորաց 8:27-ը կարդա, որ նորից խոսում է Աստծո ամենուրեկության մասին, բայց իրավ Աստված հարց է տալիս բնակվում է երկրի վրա։ Ահա երկինքը եւ երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակեն, ուր մնաց իմ այս շինած տունը։ Սա Սողոմոնն է ասում։ Հենց Տերը ասեց, երկինքը եւ երկինքների երկինքը ինչ չեն կարող պարունակել։ Ասի ինչ տուն է կարծրակի բնակության, եւ նույն խոսքը Սողոմոնը կրկնեց, ասիկ ընդունեց, որ երկինքն ու երկինքների երկինքը քեզ չեն կարող պարունակել։ Ուղղակի այս տունը թող լինի աղոթքի տուն, քո անունի աղոթքի տունը։ Այսինքն Աստված ամենուրեք է։ Պատկերացնում եք, դուք լսել եք հաղորդումներից, որ անծայրածիր է երկինքը անգամ լույսի արագությամբ ըստ գիտնականների հիմիկված գտնված չափով, որտեղ բաներ կան բացահայտված չեն, հիմիկված չափով որ լույսի արագություն են գտել, ասում է աստղեր կան, որ լույսի արագությամբ էլ գնաս միլիարդ տարիներ են պետք որ հասնես այնտեղ։ Եվ պատկերացրեք, մեր Աստվածը ամենուրեք է։ Նրան հայտնի ամեն ինչ։ Ասում է Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զորացնեն նրանց, որոնց սիրտը ուղղ է նրանց հետ։ Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը։ Հավատացյալ, անհավատ, խառը ամենքի հետ է։ Նա կարող է ամենքին իմանալ, ով ինչով է զբաղված, որ նրանց գտնվում սիրտը ուղիղ է։ Իհարկե բոլորը քննվում են, դրա համար նա կարող է իմանալ ում սիրտն է ուղիղ նրա հետ։ Նորից Սաղմոս 139:6-9 կա, որ ասում է դեռ ես չկայի, Դավիթ ասում է իմ պատկերը քեզ հայտնի էր եւ ասում է ուր գնամ, ուր իջնեմ, երկինք վեր կենամ, դժոխքել իջնեմ, քո աչքերը տեսնում են ինձ։ Որ ասենք ամեն ինչի վրա եւ ամենքի հետ, ասենք Աստծուն հայտնի է ամեն ինչ։ Դժոխքն էլ է նրան հայտնի, երկինքի ամեն ծայրերն էլ նրան հայտնի են։ Ուրեմն ամենուրեկությունը մենք հասկացանք, որ Աստված ամեն ինչի վրա է, արդեն չեմ բացատրում, ամենքի հետ է եւ իրեն ընտրած մարդկանց ամենքի մեջ է։ Այժմ մենք կնայենք երրորդ բնութագիրը կարողության բնութագիրներից ամենագետ է։ Աստված ամեն ինչ գիտի, այսինքն նա ամեն ինչից տեղյակ է։ Թեև Աստված ունի հրեշտակներ, որոնք ասում է Տերը, այս մանուկների հրեշտակները ամեն օր իմ հոր երեսը տեսնում են, այո, բացի Աստծո նայելուց, Աստծո արարածներ կան, որ տեսնում են ամեն ինչ, սակայն Աստծո համար առանց նրանց էլ ամեն ինչ հայտնի է։ Ամեն ինչից տեղյակ է, ամեն ինչից, անգամ մեր ներսից։ Դուք պատկերացրեք, այսօր աշխարհում քանի միլիարդ մարդ կա, խոսում են 7 միլիարդի մասին, 7 միլիարդ մարդու սրտով ինչ է անցնում, ամեն ինչից տեղյակ է։ Չհաշված, որ բոլոր արարածները երկինքում եւ երկրում անթիվ անհամար են եւ ամեն ինչից տեղյակ, անգամ ոչ թե շարժվող շնչավոր կամ անձնավորություն արարածներից, անգամ անկենթան քար ու թփից էլ տեղյակ են։ Փառք այդպիսի Աստծուն։ Սա ամենագիտությունն է խոսում Աստծո, ասում նրա համար գաղտնի ոչինչ չկա, ոչ անցյալում եղած բաներից, ոչ ներկայում կատարվող բաներն են նրանից գաղտնի, ոչ էլ ապագայում կատարվելիք բաներն են նրան իբրև անհայտ։ Ուշադրություն դարձրեք, եթե մենք նայում ենք Սուրբ գրքին, տեսնում ենք, գալիք օրերի համար Աստված խոսել է, ճանապարհ է դրել անգամ իր սուրբերի առաջ, որ ապրեն անգամ վտանգների դեպքում ինչ անեն։ Օրինակ, ասեմ, մենք գիտենք, որ գազան կա հայտնության գրքի մեջ, որը պետք է հակառակի Աստծո ընտանիքին, Աստծո սուրբերին։ Աստված չի նստում, սպասի տեսնի սատանան օրինակ գազանը կամ
Ինչ ծրագրեր պետք է մշակի, որ Աստված շուտ իր ժողովրդին ասի, այսպես արեք, այնպես արեք։ Հələ դեռ նրա մտքով անցած չէր, Աստված արդեն հայտնել է նա ինչ է մտածելու, ինչ ծրագրեր է կազմելու, նախորդ իր ժողովրդին ասա ինչ արեք։ Այսինքն դրա համար ասում ոչ թե անցյալն ու ներկան միայն գալիքն էլ հավիտենությունն նրան հայտնի է։ Եվ սա ամենուրեքությունից էլ վեր է, ուշացում դարձնում եք, գուցե մենք ասենք դե լավ, որ ամենուրեք է, դե բնական է, ամենուրեք է, տեսնում է ամեն ինչ, գիտի, տեսնելով է, որ գիտի, բայց բաներ կան, որ չի տեսել, գալիքը չի եղել, դեռ կատարված չի, բայց Աստված գիտի ինչ է լինելու, գիտի ուր է գնալու աշխարհը վերջում, ինչ քաղաքականություն կունենա, ինչ ավարտ կունենա։ Մարդկանց սրտերը գիտի, շատ բաներ ոչ թե նա է ծրագրեր, որ մարդիկ այսպես չարանան, կեղտոտություն անեն, այլ նա ներկայացրել է մարդիկ ուր պետք է հասնեն եւ նրանց դեմն էլ առել է նախորդ իր խոսքով իր սուրբերին զգուշացնելով։ Սաղմոս 139-ից 6-ն եմ ուզում կարդալ, ասում է Տեր դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։ Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հերվից իմանում ես իմ մտածմունքները։ Իմ գնալն ու պարկելը քննում ես եւ իմ բոլոր ճանապարհները գիտես, որտեղ դեռ բնավ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա Տեր դու ամեն ինչ գիտես։ Իմ հետևից եւ իմ առաջից պատում ես ինձ եւ ասում է ձեռքը դրել ես ինձ վրա։ Այս գիտությունը ինձ համար շատ զարմանալի է, բարձր է, չեմ կարող հասնել նրան։ Սկզբի օրս ասում է դեռ ես չկայի դու իմ պատկերը տեսնում ես, չէ՞։ Խոսք չկա իմ բերանում, մտքովս էլ չի անցնում, թե ես օրինակ եմ ասում։ Օրինակ մի 20 օր հետո լավ շատ մոտիկից խոսեմ 20 օր հետո որիդ կհանդիպեմ եւ ինչ կխոսեմ բայց Աստված դա էլ գիտի 20 օր հետո ում եմ հանդիպելու եւ ինչ թեմա եմ խոսելու 1 տարի հետո ես որտեղ եմ լինելու ինչ թեմա եմ խոսելու խոսք չկա իմ բերանում բայց դու գիտես ես ինչ եմ խոսելու հետագայում թագավորները դեռ չգիտեին ինչ են խոսելու Աստված գիտեր վերջին օրերում ինչ են խոսելու դեռ նրանք չկային Աստված ասեց ինչ են խոսելու երկրորդ Սաղմոսում օրինակ ինչ որ հատված երկրորդ Սաղմոսում է գրված ուրիշ տեղեր էլ է հայտնի իհարկե տեսնում եք Աստծո ամենագիտությունը ոչ թե միայն ամենուրեք է ներկայում է անցյալում եղել ամենուրեք ներկայում ամենուրեք է բայց նա ապագայի բանեն էլ գիտի ասում է նոր շարակցության մեջ Եբրայեցիների 4:12-13-ում էլ գրված է որտեղ Աստծո խոսքը կենդանի եւ զորավոր եւ ամեն երկսարի սուրից ավելի կտրուկ եւ թափանցում է մինչև շունչի եւ հոգու եւ հոդվածների ծուծի բաժանվելը քննող է սրտի մտքերն ու խորհուրդները եւ չկա մի արարած աներևույթ նրա երեսից բայց ամենն էլ մեծ եւ բաց է նրա աչքերի առաջին որի հետ է մեր գործը չկա մի բան ծածուկ նրա աչքերից հետաքրքիր է եւ այս մտքին վերաբերող մի հատվածը կարդամ 22:18 հայտնության եւ 19 խոսքերը կարդամ ասում է որտեւ ես վկայում եմ Հիսուս Քրիստոսն է ասում որպես Տեր որպես Աստված վկայում եմ ամենքին որ լսում են այս գրքի մարգարեության խոսքերը եթե մեկը բան ավելացնի նրանց վրա Աստված կավելացնի նրա վրա այն պատուհասները որ այս գրքում գրված են եւ եթե մեկ այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի Աստված կպակասեցնի նրա բաժինը կյանքի գրքից եւ սուրբ քաղաքից եւ այս գրքում գրվածներից ուշացում դարձեք նա հայտարարում է որ ամենքին տեսնում է Քրիստոսը պատկերացնում եք ով որ ավելացնի եւ պակասեցնի նա գիտի ով է ինչ անում բայց նրանով նաեւ Տերը մի հայտնություն է տալիս մեզ օրեր կգան որ սուրբ գրքի վրա կավելացնեն եւ գրքից կպակասեցնեն ինչպես այսօր արդեն կատարվում է եւ սա դատաստանի համար է աշխարհի վերջն է արդեն ամենասուրբ բանն են ձեռք մեկնել մշտնջենական զոհն են հանում սրանով խափանողն են հանում սրանով բայց Տերը հայտարարում է ոչ թե Տերը չգիտի թե ինչ են անելու այո այսպեսի բան լինելու են բայց սակայն ասել է անողներին ինչ է սպասվում եւ նա հեղինակությամբ որպես այս գրքի հեղինակ որպես գրքի Տեր իր վրա է պարտականություն վերցնում այս գիրքին կպնողին պատասխան տալ փառք Աստծուն մյուսը որ պետք է նայեք ամենաիմաստուն է 4-րդ բնութագիրը կարողության իմաստության եւ գիտության մեջ նմանություն կան շատ ժամանակ իրար խառնված են բայց սակայն տարբերություն են ունեն դրա համար գուցե մեկ ասի դելա որ ամենագետը դե դրա մեջ իմաստություն կարելի է տեսնել բայց
տեղեր կա, որ տարբերություն տալիս է, դրա համար հարկ է համարվել, որ այս մասին խոսի։ Օրինակ ասում է, մեկ է երաժշտությանը, գիտակ է երաժշտությանը, չէ, անգամ մարդիկ կան նստում են, մարդկանց գնահատում են իրենց նվագները, իրենց երգերը, սակայն իրենք իմաստություն չունեն նոր երգեր կամ նոր երաժշտություններ գրելու, չէ, բայց գիտակ են, տեղյակ են, գիտություն ունեն դրա մասին։ Հատվածներ կա, այո, գիտության եւ իմաստության մեջ տարբերություն կա։ Ուրեմն Ծննդոց գրքում Հակոբի որդի Հովսեփի հետ այսպիսի մի դեպք պատահեց, պատմության մեջ ասում է Փարավոնը երազ էր տեսել, չէր հասկանում ինչ է նշանակում, Հովսեփը Աստծո իմաստությամբ այդ, որտեղ ասում է Հովսեփին տրված էր, բացատրեց, թե ինչ է սպասում երկրին, օրինակ սով է սպասվում։ Արդեն Փարավոնը գիտություն ուներ, Փարավոնի ծառաները գիտություն ունեին, որ սով է սպասվում ամբողջ երկրին, նաև Եգիպտոսին։ Բայց ոչ թե միայն դա, երազը Հովսեփ մեկնեց, մինչև այդ սովը նաև կնի 7 տարի առատության տարի։ Եվ սով այնքան խիստ է լինելու, որ առատության ժամանակի բոլոր բերքն ու բարիքը կուլ է տալու, այսինքն մարդկանց չի երիքելու։ Գիտություն ունեին, բայց իմաստություն չունեին։ Ոնց անեն, լավ, ոնց սկսեն։ Իհարկե դա էլ Աստծո հայտնությունով պետք է լինի։ Մենք այսօր շատ բաներ Սուրբ Գրքից գիտենք, թե աշխարհի վրա ինչ է կատարվելու, բայց չգիտենք լավ ինչ անենք դրա դեմ։ Չէ, գիտություն ունենք, տեղեկություն ունենք, ինֆորմացիա ունենք, բայց ինչ անենք, այստեղ արդեն իմաստություն է պետք։ Կամ Սուրբ Գիրքը, չէ, Գազանի թվի համար ասում է, ով որ իմաստություն ունի, թող իմանա։ Գազանի թիվը, որ մարդու թիվ է։ Բացահայտված չէ, բայց այսօր Տերը մեզ բացահայտեց դա ինչ է։ Դրա վրա չեմ ուզում խոսել, իհարկե այդ իմաստությունը տվեց։ Ուրեմն մենք տեսնում ենք, այո, հնարավոր է մարդը գիտություն ունենա եւ իմաստություն չունենա։ Կամ իմաստություն ունի, ինքը իմաստություն ունի, բայց եթե մի բան նրան հայտնի չէ, ասենք գիտություն չունի, այդ իմաստությունը ինչ պիտի անի։ Եթե օրինակ հանկարծ Հովսեփը միայն իմանար, որ կարելի է այսպես լինի, բայց չիմանար, գիտություն չունի, տեղեկություն չունի, թե երբ է լինելու, բայց գիտի, երբ որ լինի կարելի այսպես անել, իմաստուն է նրա իմաստությունը, չէ, տեսնում եմ, որ գիտություն եւ իմաստուն իրար հետ աշխատում են, բայց տարբերություն ունեն իրարից։ Սակայն մեր Աստծո համար ոչ թե միայն ամենագետ է, նաեւ ամենաիմաստուն է, ամենակարող է, ամենուրեք է, ամենագետ է, ամենաիմաստուն է։ Եվ շատ հատվածներ կան, որ Աստծո համար ասում են Սամոս 147:5-ում է խոսում Աստծո ամենաիմաստության մասին, Երեմիայի 10:12-ում, Հակոբոսի 1:5-ում, նաև անգամ Հակոբոս ասում է, եթե մեկը իմաստության կարիք ունի, թող խնդրի եւ Աստված նրան իմաստություն կտա, ասենք իմաստության աղբյուրից է գալիս իմաստությունը։ Աստծո մոտ է իմաստության աղբյուրը, սակայն մեկ հատված ուզում եմ դրա շուրջ կարդալ Հռոմեացիներին ուղված նամակի 11:33 եւ 34-րդ խոսքերը։ Ասում է, որովհետև ով իմացավ Տիրոջ միտքը կամ ով եղավ նրա խորթակից, կամ ով նրան առաջ մի բան տվեց, որ նրա հատուցումն առնե նրանից, որտեղ նրանից եւ նրանով եւ դեպի նա է ամեն բան։ Փառքն հավիտյան ամեն։ Վեր է մարդկային մտքից վեր է Տիրոջ իմաստությունը։ Տիեզերք է ստեղծել, ով է երբևիցե նրան մի խորհուրդ տվել։ Կարողությամբ ընդհանրերից կնայենք վերջինը, որ Աստված հավիտյան ամփոփող է, Եսայի 40:28-ում գրված է. Միթե չգիտես կամ չես լսել, որ հավիտենական Աստված է Տերը, երկրի ծայրերը ստեղծողը։ Նա չի հոգնում եւ չի վաստակում, նրա հանճարը անքննելի է։ Հավիտենական Տեր է Աստված, ժամանակավոր Տեր չէ։ Այսինքն հավիտենություն ինչի նկատի ունենք, անսկիզբ եւ անվախճան։ Ինչպես որ ասենք, Աստված ինքնագոյ է, չի ստեղծվել, նա օրերի սկիզբ եւ վերջ չունի, հավիտենություն է։ Հնարավոր է մեկը չէ մտածի ասի, ինչպես հնարավոր է հավիտենություն։ Հավիտենություն բացահայտող անգամ ֆիզիկական երևույթներ կան մեր առջև, որ մենք հավատանք հավիտենությունը նաեւ ժամանակի մեջ կա։ Հավիտենություն ինչ է նշանակում։ Անծայրություն, անսկիզբություն եւ անվերջություն,
Ոչ թե միայն ժամանակի մեջ, մարդիկ շատ ժամանակի համար չեն հավատում հավիտենություն, բայց թե ժամանակը կգնա, չէ, թեկուզ անգամ դրանց թող երկիր չլինի, ժամանակը կգնա, թե չէ, կգնա, ֆիզիկական երևույթ կա, անծայրացիր տիեզերք, հսկա մոլորակներ կամ աստղեր կան, գնում ես դրանցից է կամ շարունակություն կա, կամ ասեմ թվաբանական արտահայտությունները, չէ, թվերը, ասեմ դե լավ, ասա ամենափոքր թիվը որն է կամ ամենամեծ թիվը որն է, այսքան միլիարդ կամ 100 միլիարդ մեկ իրար հետևից դրված, նորից մի քանի 100 միլիարդ հետևից դիր, ասենք մենք ֆիզիկապես էլ տեսնում ենք, որ հավիտենություն գոյություն ունի, անծայրություն, նմանապես ժամանակի մեջ կա եւ այդ ժամանակների հեսա գործի մեջ կա, ասում հավիտենության ստեղծողն էլ Աստված է, զարմանալի է։ Ծննդոց 21:33-ում գրված է եւ Աբրամը ծառեր տնկեց Բերսաբեում եւ այնտեղ հավիտենական Աստված Տիրոջ անունը կանչեց կամ Յահվեի անունը կանչեց։ Նման վկայություններ կան Երկրորդ օրնա 32:39-47 խոսքում, Սաղմոս 90-ում, 92-ում, Եսայի 57:15-ում, առաջին Տիմոթեոս 6:16-ը լավ այս մեկ հատվածը կարդամ, որ ասում է միայն նա անմահություն ունի անմատույց լույսի մեջ բնակված, որ մարդկանցից ոչ ոք չտեսավ եւ ոչ էլ կարող տեսնել, նա լինի պատիվ եւ զորություն հավիտյան ամեն։ Նաեւ հայտնության 4:8-10-ը, որ մենք էլի կարդացանք, որ է եւ որ գալու է։ Կար, կա եւ կլինի։ Եվ ասում են նա փոփոխության չի ենթարկվում, անփոփոխ է։ Այսինքն երկնքում եւ երկրում կատարվող դեպքերը իրավիճակները չեն կարող Աստծո վրա ազդել, փոխել։ Այսինքն օրինակ Աստված, որ ասում եք չի փոխվելու հավիտյան, այսինքն նա հավիտյան մնալու է սուրբ, հավիտյան մնալու է սեր, հավիտյան մնալու է ամենակարող, ամենուրեք, ամենագետ, ամենաիմաստուն։ Դե որ ասում եք Աստված հավիտյան անփոփոխ է, այսինքն բոլոր պատկերով, բնութագրերով նա մնալու է հավիտյան, չի փոխվելու եւ սա մեզ համար երաշխավորություն է, փառք Աստծուն։ Ուրեմն Սաղմոս 102:25-27-ը կարդամ, ասում է առաջուց երկրի հիմքերը հաստատեցին եւ քո ձեռքի գործն են երկինքները, նրանք կկորչեն, բայց դու կմնաս, նրանք ամենը շորի պես կմաշվեն, Հակոբստի պես կփոխես նրանց, նրանք կկորչեն, բայց դու կմնաս։ 27-ում ասում է, բայց դու նույնն ես եւ քո տարիները չեն վերջանա։ Նույնն ես։ Ոչ թե միայն տարիները չեն վերջանա, այլ նույնությունն էլ կպաշտպանվի Աստծո։ Աստված ձեզ պահի։ Եսայի 43:13-ում այսպիսի վկայություն կա։ Ասում է. վաղուց ի վեր ես նույնն եմ, Աստված է ասում։ Եվ չկա իմ ձեռքիցը փրկող, ես որ գործեմ, ով է որ արգել է։ Վաղուց ի վեր ես նույնն եմ մնում։ Նաև կարճ կներկայացնեմ Աստծո գործերը, վերջին բաժինը, իհարկե շատ հատվածներ կա, որ ես չեմ կարդա, կասեմ, Ծննդոց առաջին գլուխ առաջին խոսքում գրված Աստված սկզբում ստեղծեց երկինքը եւ երկիրը։ Այսինքն սա նկատի ունի ոչ թե միայն երկինքն ու երկիրը, հետո ամփոփում է այս խոսքից հետո, այսինքն մի հատ խոսք է ասում, նոր սկսում է մանրանալ։ Աստված ստեղծեց այս, այն, այսինքն ինչ է ուզում ասել, երբ որ ասում է Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, նկատի ունի ինչ որ կա երկնքում նաև եւ երկրի մեջ։ Գործք առաքելը 14-ին 14-ը այսպես ասում. Աստված որ ստեղծեց երկինքը եւ երկիրը, ծովը եւ ամեն ինչ որ նրանց մեջ կան։ Աստված ստեղծեց երկինքը, երկիրը, ծովը եւ ինչ որ նրանց մեջ կան։ Սրանց հետո ամեն ինչը մնացած բոլոր դասերը, որ 33 թեմա է, առաջին երկու թեման նայեցինք, Աստվածաշնչին վերաբերող, Աստծուն վերաբերող, մնացած 31 թեմաներն են, մենք կնայենք փրկությանը վերաբերող թեմաները։ Աստված ինքնագույն հոգի է, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու եռամիասնությունը, որը մեկ է, միակն է եւ մեկացած է, որից բացի ուրիշ Աստված չկա։ Նա կատարյալ է սիրո, սրբության, կարողության, գիտության եւ իմաստության մեջ,
եւ հավիտյան անփոփոխ է։ Նրա ձեռքով ստեղծվեցին երկինքը, երկիրը եւ ամեն ինչ, որ նրանց մեջ կան, տեսանելին եւ անտեսանելին։ Եվ ամենուրեք ամեն ինչի վրա է, ամենքի հետ է եւ իրեն ընտրած մարդկանց ամենքի մեջ է։